Հանեք գործից մի հատ ինքը պատվերը մոռացել էր։ 60-60-ի վրա նորմալ նստում ես։ Ես հիշում եմ, որ ունենք մի դդմիկով, բեկոնով, բանով, սենց ինչ-որ մի նախաճաշ կա։ Հիմա այդ խնդիրը կա, հայտնվեց մեր մենյուում պանր խաշը, ու ինքը այսօր դարել է տրենդային ուտեստներից մեկը Երևան։ Նույն լավաշը պահպանել են, որտեղ չենք թարգմանել։ Անունը չենք ասել բարակած։ Թող մնա կանաչը, մեկը ճիշտ եմ պատասխանում։ Հյուրընկալությունը սկսվում է ոչ թե մուտքի դռնից ռեստորանի, այլ սոցիալական ցանցերից։ Ստացվելու է, որ ես վաճառում եմ օրինակ բանը գարանչ ալաղաջը 4000 դրամով, հա, խորոված։ Պլյուս 10%, բայց մարդը բացում է, տեսնում է 4000 դրամ։ Մտա տենց ու տենց ցեպտո ռեակցիայով գլած, սաղ մեղավոր են, սաղ դավաճան են, սաղ դավեր են նյութում։ Մարդիկ պիտի հանգստանան էֆեկտիվ լինելու համար։ Քոշայից ելնելով։ Ողջույն։ Ես Նարեկն եմ Ալեքսանյան եւ B1 մեդիայի եթերում կրկին բիզնեսմեն թե բզբզմեն հաղորդաշարն է եւ այսօր ունեմ հրաշալի հյուր Արեգն է, Արեգ ջան ողջույն։ Ողջույն։ Արեգը Գևորգյան Քամանչա ռեստորանի Փիդե Տոկա Բոկա Արաք սննդի կետերի հիմնադիր տնօրենն է։ Այո։ Բան չմոռացանք։ Չէ։ Մեկ էլ բլոգեր։ Մեկ էլ շատ կարևոր է բլոգեր, հետո բացվածքը կտանք ինչ որովհետև Արեգ ջան եզակի մարդկանցից ես, որ նկատել եմ քննարկումների ժամանակ միշտ մատնանշում ես այդ բլոգեր կարևոր հատվածը, հետևաբար կարելի ասել կարևորում ես այդ գործառույթը, այսինքն ինքն դες ձեռի հետ չի, այլ նաև նկատել ես, որ դա եւս աշխատանք է, գործ է եւ դրանով լուրջ զբաղվում ես։ Արեգ ջան, մենք այսօր ունենալու ենք քննարկում թե քո բիզնեսների շուրջ թե ընդհանուր հյուրընկալության ոլորտի հետ կախված, որպեսզի մեր քննարկումը լինի ամիջական դույով ենք շփվելու եւ մեզ որպես ուղղորդող լինելու են հարցերը պատասխանների տարբերակով, որտեղ որ մեր թիմը ամեն ինչ արել է, որպեսզի դու սխալ պատասխանես։ What վիճակի մեջ ենք դնելու։ Իրական վիճակի մեջ ենք դնելու, որտեղ հասկացել ենք, որ վատ իրավիճակը քո համար մարտահրավեր է, հա, որպեսզի ունենանք բզբզ հարցեր։ Այո։ Всё, պատրաստ ենք։ Մեկնարկից առաջ որպես կանոն խոսք ենք գալի, Արի ջան, ինչ հետարքիր նորամուծություններ ունեք, ինչ որ խնդրի շուրջ ես հիմա զբաղված, ինչ որ նորույթ է լինելու, մի երկու բառով կարող ես կիսվել ու նոր մեկնարկենք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, իսկապես հետաքրքիր ու կարևոր պրոյեկտ է։ Ես հույս ունեմ, որ այս պրոյեկտները մի կաթիլ ավելի լավն են դարձնում մեր ոլորտը, բիզնես միջավայրը եւ այլն։ Հենց այն առումով, որ այստեղ բացում եք մարդկանց։ Շատ լավ։ Անկեղծացնում եք։ Իսկ նորությունների տեսանկյունից բանը ես ներկայացնում եմ ամբիցիոզ ընկերություն ու իհարկե ծավալման process-ում ենք անխուսափելի, այս պահին աշխատում ենք նոր պրոյեկտի վրա, շուտով կունենանք արդեն Քամանչայի մեծ ավելի առաքման արտադրամասը, որը լիարժեք կփակի Երևանի կարիքները բանի սննդի տանը սնվելու, տանը կամ ռեստորանից դուրս սնվելու, ռեստորանային մակարդակով։ Այո, այսինքն այդ շատ լավ, որ ասում երբ ենք սպասում ամանորից դեմ դեկտեմբերին։ Ահա, հիմա ինչքան մարդու համար դա նաև լուծում է, Արեգ ջան, շուշուտ արա դեդլայն դրեց էլի հեստորից, որ ձեր չունենամ։ Հենց հիմա աշխատողները սենց են, դե ասել արդեն վերջ։ Այս է։ Դե հիմա ասել եմ Ժորժ ջան։ Առաջի հարցը։ Քամանչա ռեստորանի երաժշտական սրահի սեղանների մակերեսները միասին վերցրած, որքան են կազմում։ Վայ, չգիտեմ, պիտի գուշակեմ, 60 կարակուսի երևի։ Մենք դու գիտեք այդ պատասխանը, հա։ Երաժշտական սրահի սեղանների մակերեսները միասին վերցրած։ Տարբերակներ ունենք։ Ուրեմն 7.9 քառակուսի մետր A տարբերակ, B տարբերակ 8.4 քառակուսի մետր, G տարբերակ 8.9 քառակուսի մետր եւ D տարբերակ 9.4 քառակուսի մետր։ Եկեք շատ ընտրենք 9.4։ 9.4։ Եվ մենք ունենք D պատասխանը 9.4 քառակուսի մետր, որը ճիշտ պատասխանն է։ Հո, մենք համել լույսերն եմ հուշում, բայց հա, բզբզ հարցից խուսափեցինք, բայց ստե մի շատ կարևոր հարց կա, որ կուզենամ քննարկենք, որ այս վերջերս նկատել եմ, կուզենամ մի քիչ տեղ բարձաբանեք կենտրոնական հատվածում, շատ հետաքրքիր երևույթ կա, մանավանդ ամառվա ամիսներին, դու տեսնում ես սրճարանը գտնվում է կենտրոնական փողոցներում, բավականին լուրջ սրահ ունի, բավականին լուրջ ծախսով, բայց ամբողջ հատվածը տեղափոխված է փողոց։
Այսինքն դու անցնում ես այդ մայթ շատ դեպքեր ունես փողոց ու դու նայում ես սրահում մարդ չկա նստած։ Այսինքն թվում է թե դե լավ դե հիմա սեզոն է մարդիկ ուզում են փողոցում նստել ես ում բիզնեսի տեսանկյունից հաշվարկեմ դա չէ որ ամեն ինչի չէ որ դու կարող ես փողոցում ներկայ ամեն ինչի որ փողոցում հարմար է ամեն ինչի որ փողոցում այդքան նույն հնարավորություններ ունես ձեր մոտ ոնց անել որ սրահը եւս գրավիչ լինի որտեղ կան ռեստորաններ որ ասում են ամբողջովին դատարկ է միայն փողոցն է աշխատում դե այդ առումով ես կարող եմ գլուխ գովամ որ մենք գովացեք խնդիր չունենք մեր մոտ մշտապ է առաջին հերթին սրահներն են ոնց որ բանանում ծանրաբեռնվում նոր հետո սկսում ես նույնիսկ զարմացել եմ որ մտածում եմ մարդիկ եւի գալիս են ամռանը հարց են տալի կոնդիցիոները աշխատում է ու նոր մտնում են ներս չէ պարզ չէ Եթե կենտրոնական փողոցներ է, առաջ երթին փողոցն է, փաստորեն ձեր մոտ հակառակն է։ Հա։ Չէ, այդ նորմալ է, պահանջարկը իհարկե փողոցի կա։ Ահա։ Ու այն պրոյեկտները, որոնք օրինակ հոսքի խնդիր ունեն, հյուրերի քանակի խնդիր ունեն, իրանք սեզոնին բնականաբար է, շատ նորմալ է։ Ամբողջ շեշտադրումը դնում են պահանջարկ ունեցող կետի վրա, այսինքն մաքսիմալ հարմարավետ ու գրավիչ են դարձնում կամ շատ են դարձնում բացօթյա հատվածը, որովհետև ուզես չուզես այդ հատվածը աշխատելու է։ Ես դրա մեջով անցել եմ գիտեմ, պրոյեկտներ եմ ունեցել, որ բարձրան ենք սպասում ենք գալու, որ վերջապես փողոցում այդ մարդիկ գան սպառեն, այդ լրիվ նորմալ է, բայց բանա հիվանդության վտանգավոր հիվանդության նշան է ինքը։ Ապրեք, այս դրանից ուզում անդրադառնալ։ Ուրեմն ռեստորանը ինքը իրանով խնդրեմ ունի գրավչության։ Օրինակ ես միշտ բացօթյան ընկալել եմ ոնց որ հավելյալ օպցիա։ Ինքը հավելյալ ռեսուրս է բերում։ Քո հիմքը, քո ֆունդամենտը այդ ներսն է։ Դու ընդեղ ես այդ էմոցիան տալիս։ Քո ֆոնային երաժշտությունով, քո դիզայնով, քո հյուրընկալությամբ, քո ուտեստներով, այս մածից ընդհանուր միկրոկլիմատը կարող ես կառավարել, փողոցում չես կարող կառավարել միկրոկլիմատը։ Իսկ փողոցում համաձայն եմ, ինքը բան է, ինքը մինիմալ ջանքեր է պահանջում հյուրընկալություն տալու, այսինքն կոպիտ չեն, բայց ամենավատ ռեստորանը կարող է հյուրեր ունենալ բան բացօթյա հատվածում։ Որտեւ իմ մոտ տպավորությունն է, որ ցենց մենք էվոլյուցիոն որ գնացինք, Երևանյան երևի 7 հատ փողոց պետքա փակվի, որ փողոցն հենց մայթի չէ, փողոցում էլ արդեն սեղաններ դնենք, որտեւ դե կասեն դե մարդիկ ուզում են նստեն, բայց դա ավելի շատ խոսում է նրա մասին, որ թե դրսի ժամանած մեր հայրենակիցները, թե մենք այստեղ քաղաքում, հա, գալիս է մի բան, որ ուզում ենք փողոց, բայց դա ռեստորանի մասին չի։ Ռեստորանի մասին։ Այդ ցավը ասեցի զարմանալի է, չէ՞ որ դու պետքա կարողանաս հետո սեզոնին բերես։ Հետո երկրորդ հարցը, որ էլի այս դրա մեջ է մտնում, էլի կուզենամ մի քիչ քննարկենք այդ սեղանների քանակի հետ կախված մի հատ հետաքրքիր բան եմ նկատել, հա, կան ռեստորաններ, որ դա անում են, ինձ հետաքրքիր է, դա հաշվարկով է արվում, թե դա որ ասում եմ դիզայներն է որոշ է։ Սեղանի մակերեսի չափը, այսինքն եթե ես պայմանական սրճարան եմ, հա, սուրճ եւ այլն, ապա իմ սեղանը մի քիչ ավելի քիպրիկ փոքր է։ Երբ որ ես ուտեստներ եմ մատուցում, ապա սեղանը պետք է մեծ լինի։ Հիմա ինչ եմ սա ասում, որովհետև ես այս վերջերս հանդիպել եմ, որ մենք ունենք լուրջ ուտեստներ մատուցող սրճարան, սննդի կետեր, որոնց սեղանը փոքր է։ Ու դու արդյունքում բերում են ու մատուցողը քեզ է հարց տալիս, որտեղ դնեմ։ Դու մտածում ես։ Այսինքն ես որ պատվիրում էի, դու քո մոտ չէիր հաշվարկել, որ այս սեղանը բավարար չէր։ Ու չգիտես դու ճիշտ է, չեն հաշվարկել։ Ճիշտ հասցեով ես այդ հարցը տալիս, այդ սխալները գործողներից մեկն եմ նաև Արմատում պրոյեկտը որ սկսեցինք նախագծել ենք, դիզայներները գծեցին բուջուրիկ սեղաններ։ Նայում ես էլ ամփորձ եմ նայում։ Քիպլինգ սիրուն է ու շատ է։ Չէ, 60-60-ի վրա նորմալ նստում ես, հա, տենց հետաքրքիր ինչ որ մինիմալիստական միջավայր է ստացվում։ Ամիջական հայացքի մոտիկ են իրար։ Բայց ռեստորանը մենակ հայացքի մասին չի։ Ռեստորանը նաև հարմարավետության մասին է, հա։ Ռեստորանը նստատեղի մասին է կամ չգիտեմ, ուտելու մասին է։ Ուտեստերի քանակի մասին է, ծավալի մասին։ Այս իրականում շատ կարևոր հարց է, որովհետև շատ ռեստորաններ, այդու նաև ես եմ այդ սխալ ասում գործել, նախագծման փուլում սխալներ են թույլ տալիս, որոնք կարելի է թույլ չտալ։ Ես օրինակ այդ սխալը երկրորդ իմ պրոյեկտի ժամանակ, երրորդ պրոյեկտի ժամանակ թույլ չեմ տվել։ Եթե դու ունես շեշտադրում խոհանոցի վրա, քո սեղանը պետք է հարմար լինի։ Ուտեղը ստիպված եմ եղել կրկնակի ծախս անել։ 10 օր հետո ամբողջը փոխես։ Ամբողջ սեղանների այդ երեսները լրիվ փոխել եմ։ Որտեղ ուղղակի անհնար, երկու ուտես դնում ես ու վերջացավ։
Վերջացավ։ Մի հատ էլ Մենք լրիվ ճիշտ ես։ Մեր ներքին հարցերը, որտեվ մեզ նաև դիտում եւ լսում են մեր յետասարդ սկսնակ գործարարները։ Շատ կարեւոր, Արեգ ջան, շատ կարեւորեցինք այդ փորձի փոխանակումը, ինչ որ սխալների չկրկնելը, որը որ իդեպ շատ նորմալ բան է, որ մարդիկ սխալվում են, ուրեմն գործում են, էլի որ սխալվում են։ Կարևորը հասկանալ, գիտակցաբար, հա, այդ լսել, իմանալ։ Այդ հաջորդ հարցը հետեւյալին է, երբ որ դու ուտեստը մենյու ներառում ես, կամ հաշվարկում ես հերթականություն, չէ՞ որ կա հավաքագծային մոտեցում, մարդը մոտեցել է, սա է պատվիրելու այս ժամին ավելի շատ, սա է պատվիրում։ Արդյոք հաշվարկվում է ըստ դրա էլ, այսպես ասած, սեղանի, չգիտեմ որ ճարտարապետություն ասեմ թե ինչ, ոնց է դրվելու, ոնց է դրվելու, հա, ոնց է դրվելու, ամանները ինչ չափի են լինելու, բաժակները ինչ չափի են լինելու։ Հիմա կարող է մարդը պատվիրում է պայմանական ասում է դիմացից մի հատ սուրճ բեր, մի հատ, չգիտեմ, ջերմուկ, ու սեղանը լցվեց, էլի։ Հետո հետևից որ տորտը գալիս է մնում է ձեռի վրա։ Բայց այդ հարցը շատ པարզ ամփոփվում է այդ բանի մեջ, էլի։ Ունես խոհանոցի վրա շեշտադրում, սեղան պետք է մեծը։ Բարի վրա շեշտադրում է, կար այսինքն սեղան։ Իսկ այդ մեծը նկատում եմ մաթեմատիկորեն ինչ որ հաշվարկելի է ամանների չափով, մենյուում, որ դուք հաստատում եք օրինակ պայմանական այսքանա լինելու, թե դա փորձից է։ Լայնությունն է այստեղ կարևորը, 90 առնվազն պետք է լինի։ Եթե ուտելու տեղ է, շեշտադրում ունես 90 պետք է լինի։ Այդ էր իմ նպատակը։ Լայնությունը, հա։ Եվ այսպես հաջորդ հարցը Քամանչայի ամենաերկար անվանումով ուտեստը ճաշացանկի որ բաժնում է ներկայացված։ Ուրեմն տարբերակներ ունենք։ Տարբերակներ ունենք։ Այս ամեն անգամ ասում եմ, ունեմ մի տանջվի երբ, բայց լավ է որ դու սկսում ես մտածելը, լավ է։ Ուրեմն նախաճաշ, նախուտեստ, խավարդ եւ տաքուտեստ։ Ես հիշում եմ, որ այնտեղ նախաճաշ ինչ-որ մի հատ բան ունեի։ Իդեպ ինքը մի քանի բառից է բաղկացած, բայց ինքը երկար է, էլի, այսինքն մի բառ չի երկար։ Okay, նախաճաշն է։ Ուրեմն ունենք նախաճաշ, A տարբերակ, B տարբերակ, նախուտեստ, խավարդ եւ տաքուտեստ։ Իդեպ ասում եմ, միջև բան խավարդը փաստորեն մեր մոտ կիրառելի բառերից է, որ հետաքրքիր է որ կամացից մտնի միանգամից դա էլ մտնի օրակարգ, գեղեցիկ բառ ունենք։ Տարբերակ։ Տարբերակ չեմ հիշում որն է։ Նախաճաշ, երևի առաջի տարբերակ։ Արեգ դու հզոր խարիզմայով անձնավորություն ես, ինձ թվում է ինչ-որ մի ձև կապի մեջ ես մեր թիմի հետ։ Ճիշտ է։ Եվ դա ճիշտ պատասխանն է։ Այ քեզ պատմություն։ Ես հիշում եմ, որ ունենք դդմիկով, բեկոնով, բանով, սենց ինչ-որ մի նախաճաշ կա։ Կատնաշորային Պանրիկ Մուրաբայով 27 տարը։ Բայց փոխելու եմ, խոստանում եմ, չի կարելի այդպես։ Կատնաշորային Պանրիկ Մուրաբայով։ Մի հատ նախ միանգամից, հա, անդրադառնանք այդ մշակույթին։ Երկու բառ կա, երկու թեմա կա, որ այստեղ ուզում եմ քննարկենք։ Առաջինը, այն որ ասում եմ, մենք հայկական նախաճաշ ունենք թե չունենք։ Տեսեք, այնպես չի որ անգլիացիները պապերից են վերցրել դա։ Իրանք նստե մտածել են որ լսի բիզնես լուծումը ունենալ անգլիական նախաճաշ։ Ֆրանսիացիներն ասել են բիզնես լուծումը ունենալ ֆրանսիական նախաճաշ։ Հիմա մենք ասում ենք մեր տունը նախաճաշ չի եղել, մենք հայկական նախաճաշ չունենք, որովհետև ինքը երբ որ ասում է հայկական, ինքը իրանը նայում իր պապային, իր պապին։ Չի տենում էլի որ բայց մենք նախաճաշ անող ժողովուրդ ենք։ Այսինքն որտեղ լրիվ նորմալ ուտեստներ կա որ աննար է երեկոյան ուտես էլի։ Նախ կա փորփրել ես, գտել ես այդ նախաճաշային թեման մենք ունենք, կարա լինի հայկական նախաճաշ, առաջարկ։ Նախ ես կարծում եմ մեր կյանքի մեջ այդ նախաճաշը կա, ուզենք չուզենք դրանք նախաճաշ անվանենք թե չէ, բայց էփած ձուն թարխունով ու բանով կարակով ոչ մեկ չի բանալել էլի։ Հանել օրակարգից։ Հա, կամ հանել, այդ կա, այդ մերն է։ Լոլիկով ձվածեղը, հա, այն ինչ որ մենք առօրյա է, ինքը կտրված չի։ Բայց լոլիկով ձվածեղ չէ, շաքշուկա բառով չէ։ Չէ, լոլիկով ձվածեղ։ Հա, որտեվ այս վերջերս մոդա է դարել։ Հա, շաքշուկա են գրում ու փակագծում գացա լոլիկով ձվածեղ։ Չէ, շաքշուկան ուրիշ պատմություն է։ Մերը բարձ համերի մասին է։ Լոլիկով ձվածեղը։ Լոլիկը ձուն Այսպես իրան չես կարա, իրան չես կարա գիշերով ուտես։ Ընդ դու սխտոր չես լցնում, բան չես անում, չգիտեմ, մեր լոլիկով ձված է, հանճարեղա իր պարզությամբ։ Էլի տենց ուտեստներ ունենք, որոնք որ հենց զուտ։ Բայց եթե խորանում ես, այսինքն առավոտվա բանի մեջ, դա զարմանալի չէ, ինչի՞ բայց խաշն է։ Վաու։ Խաշը մեր օրվա սկիզբն է։ Հիմա ոնց ուզում եք անվանեք, հա, մենք բարձր սովորենք որ նախաճաշը պիտի թեթև լինի։ Հա, ինքը տոնական նախաճաշ է, հա, տենց։ Բայց խաշը ինքը առավոտվա ուտեստ է։
Հետարքիր բան ասեցի, ճիշտ է։ Ինքը առավոտվա ուտես է։ Եթե խորանում ենք հենց մեր ակունքներին, արմատներին, առավոտյան ինչ ա եղել, վստահ եմ շատ բաներ եղել, բայց ինքը ֆիքսած է առավոտվա վրա։ Նույնն է Հարիսան, ես հիշում որ օրինակ տատիկ երբ պատերազմ Հարիսան էլ էր առավոտյան մատուցում, որ տիպը դժվար սպառվող, դժվար մարսող բանը ամբողջ օրվա մեջ, դե թեմաներ կան, որ հետեւաբար, այսինքն ճիշտ եմ համարում, ընդհանրապես սա մտքի թռիչք է, էլ վերցնել ձևավորել ինչ որ միած սեթ հայկական նախաճաշով։ Ու դա հայտնվի մենյուներում, հայտնվի, որտեվ երբ որ տուրիստը գալիս է զբոսաշրջիկը, իդեպ ասած ոչ մենք մենակ տուրիստի մասին ենք մտածում։ Ահռելի մեծ քանակությամբ վարկագից վերադարձրել նորից մեզ հայերիս եւս ռեստորանի շնորհիվ։ Ինչ որ մի բան պատրաստում են, դու տենում ես, ասում ես ոնց, մենք այս բանը ունենք ու վերադառնում են նորից մեր կենցը։ Ես հենց այդ եմ ուզում ասել, քո հարցը հենց ոնց որ պատասխանը ուներ իր մեջ, որ անգլիացիները, հա, որպես բիզնես բան, եկամտաբեր բան վերցրել այդ նախաճաշը ստացել, մենք ուղղակի այդ խնդիրը չենք ունեցել։ Մենք նոր ենք, մեր արժեվ նոր է այդ խնդիրը առաջացել։ Մենք այդ մշակույթը չենք ունեցել։ Մենք նոր ենք, մեր ռեստորանը վստահաբար մեզնից առաջ է, ընթացքում էլ արվում է, բայց մենք նոր ենք, չէ՞, մցրել այդ լոլիկով զվաձեղը, իրան դարձրել հայկական նախաճաշ, անվանում է այդպես ու դարձրել իրան եկամտի բան, աղբյուր։ Որը շատ նորմալ երևույթ է, երբ որ մեկ է մշակույթ ունենում ենք։ Ես զարմացած էի, ինչքան մարդ արտերկրում հələ դեռ շակշուկան չէր դարձել այն ինչ որ դարձել է, ես միշտ ցավով եմ դա ասում, որովհետև Հայաստանում, չգիտեմ չի, մենք վերցնում ենք եւ մեր ապրանքները թարգմանում ենք կամ ուրիշ անուն ենք վերցնում։ Օտար ազգիները մի այլ կարգի հավանել էին մեր լոլիկով զվաձեղ ու դու զարմանում ես, ասում ես, հաստատ դու գիտես դա քեզ բնորոշ է, չէ՞ իրանց համար է, որովհետև թե լոլիկը թե ձուն առանձին օգտագործում են, ինչի՞ մեր համերը շատ ունիվերսալ։ Շատ հետաքրքիր բան է, հաստատ շատ թեմաներում մենք մտածում ենք դա մերն է, մենակ մենք կարանք, իրականում իրանց համար է։ Այդ էլ ապացույցային բանի, այս մերս բանը, որ բիզնեսն է մշակույթի առաջ տանողը։ Սա իսկապես չի կարելի փախնել այս իրականությունից։ Եթե ինչ-որ մի բանը շահավետություն չունի իր մեջ, ինքը կյանք չի ունի, ինքը չի ապրելու։ Մենք այդ խնդիրը դրած չենք ունեցել տասնամյակներ, դարեր շարունակ։ Հիմա այդ խնդիրը կա, հայտնվեց մեր մենյուում պանրխաշը, ու ինքը այսօր դարձել է տրենդային ուտեստներից մեկը Երևանում։ Հաջորդ կարևոր բանը, մենք մեր ուտեստները պիտի թարգմանենք։ Սա շատ ցավոտ թեմա է, այսինքն մենք վերցնում ենք եւ ունենք հայկական անուն ու օրինակ նույն լավաշը պահպանել ենք, որտեղ չենք թարգմանել։ Անունը չենք ասել բարակած։ Բարակած ասենք կկորեր կեթար։ Այսինքն, բայց ուզում եմ բիզնեսի տեսանկյունից, էլի, բառեր ունենք, որ մենք մտածում ենք, որ ավելի լավա թարգմանենք, ավելի լավա գրենք ոչ թե խորոված, այլ գրենք շաշլիկ։ Չէ, իհարկե, միանշանակ չի կարելի թարգմանել, բայց դա երկու ծայրահեղությունների հետ գործում է։ Այդ է ուզում քննարկել։ Մի ծայրահեղությունը այդ թարգմանությունն է, որ բոլորի համար հարմար հասկանալին ենք ու կորցնում ենք մեր բանը, ինքնությունը, հա, նույնը պանրխաշ, վանախաշ, չգիտեմ, խաշլամանա, տահալնա, տոլմանա, չգիտեմ, ինչ որ մարդիկ սկսում են դոլմա ասել, այդ մերն է, տոլմա բառը հենց մերն է, հասկանում ես։ Այդ մի ծայրահեղությունն է, որ սկսում ենք շատ ինչ որ հարմար դառնալ։ Մյուս ծայրահեղությունն էլ է, որ բիզնեսը դրան էլ չպետք է ծառայի, որ մենյուները երբեմն sense թերթում ես, ոնց որ ազգային ազատագրական շարժում են մի մոտ ինչ որ, հա, sense խառը տենց ինչ որ բաներից ուրիշ խնդիր լուծող անվանումներ, հասկանում ես։ Հասկացա։ Դա ինքը այսինքն չպետք է մոռանալ իր բիզնես կոմպոնենտը։ Հա, չի կարա վերցնի իր վրա, այտենց երկար անուններ դնի, հա, այտենց ավարերի ճակատամարտ դնի ինչ որ ուտեստի անուն, ու տանի փորձի աշխարհում հայտնի իրան դա չի լինելու այտենց։ Դա անելու է մեր ներքին սահմանափակ սպառման համար։ Այդ ծայրահեղությունն էլ չի կարելի։ Թոմնա կանաչը, եկա ճիշտ եմ պատասխանել։ Դե անցնում ենք հաջորդ հարցին։ Հաջորդ հարցը գեներացված է արհեստական բանականության կողմից։ Ոյ, քեզ։ Տենց զոր հնարավորություններ ունենք։ Շնորհակալություն B1 մեդիային, տենց մենք կարող ենք մեզ դա թույլ տալ։ Նշված քաղաքներից որում է առաջինը փորձարկվել սննդի առաքում անօթաչու թռչող սարքով։ Սպասում եմ նշված քաղաքներ։ Մանավանդ հնչեց այն երևույթը, որ շուտով լինելու է առաքում, հա։ Եվ այսպես գնացինք Տոկիո, Դուբայ, Սան Ֆրանցիսկո եւ Ռեյկյավիկ։ Դուբայ կարծում եմ։ Եվ որներ։ Դուբայ։ Ուրեմն ունենք Տոկիո, Դուբայ, Սան Ֆրանցիսկո եւ Ռեյկյավիկ եւ մենք ընտրում ենք Դուբայ։ Դուբայ տարբերակը։ Որը սխալ պատասխան է։ Այո,
ճիշտ պատասխանը Ռեյկյավիկն է։ Հա, հետաքրքիր։ Մենք ունենալու ենք հնարավորություն բզբզ հարցի, բայց մինչ բզբզ հարց անցնելը, ուզում եմ այդ պահի մի հատ, որտեղ շատ կարևոր բան հնչեց, որ ասեցիր Դուբայ, հետաքրքիր կա չէ այդ մոտ կարծատիպայի մտածելակերպը, որ ամեն ինչի լավը, ամեն ինչի նորը առաջինը պետք է Դուբայում լինի։ Ես իրականում վերջերս լսել եի այդ բանի մասին, թռչող մեքենաների մասին, որ փորձարկվել է այնտեղ, երևի բան արեց, ասոցիացիա առաջացավ, էլի։ Մի հատ պրոյեկտ ենք իրականացնում Դուբայում, ինչ եմ այդ հարցը տալիս, որովհետև այդ պրոյեկտի շրջանակում ինձ մի հատ հետաքրքիր դիտողություն արեցին, որը ընդունեցի, որովհետև ասեցի, դա իմաստ է, էլի դուք ամեն ինչի ոնց որ տպավորությունը ամեն ինչի բարձրը, ամենամեծը, ամենախորը, ամենաերկարը, ինչի եք դա անում, ասում եմ, սա երկար messaging ապահովելու հնարավորություն է, որովհետև մեր նպատակը 3-ից 4 ամիսը մեկ ինչ որ մի ձև ինֆո դաշտում հայտնվի Դուբայը, ինչ որ նորով։ Հետո մարդել չի խորանում ամեն ինչի նորը ինքը Դուբայում է գալիս։ Դες մենք ունենք Տոկիո պատասխանը։ Ակնհայտ է, չէ՞ որ նորարարական լուծումներով Տոկիոն առաջադեմ է։ Բայց մենք մտածում ենք, եթե նորն է, եթե Դուբայ։ Այն որ հիմա մարդկանց որ հարցնես, Այդտեղ մենք խնդիր ունենք լուծելու, էլի։ Այ հիմա դրան եմ գալիս։ Հարցը հասկացա ես, մենք Քո կարծիքով հյուրընկալության ոլորտում Հայաստանը ինչ կարծատիպ է ձևավորել։ Այսինքն մենք մարդկանց մոտ ասում ենք Հայաստան, ինչ հյուրընկալության ֆորմատ է իր մոտ առաջացել։ Հայաստան, այնտեղ պայմանական ամենահամեղն է, ամենաշատ պորցիաներն է, ամենաաղին է, չգիտեմ, ամենա ինչ որտեղ ենք մենք։ Մենք ես կարամ բան գլուխ գովամ ու ասեմ խնդրեմ որ բոլորս էլ հպարտանանք դրանով, որ մենք բավականին բարձր մակարդակի վրա ենք։ Թե համերի առումով, թե հյուրընկալության առումով, բայց աշխատելու շատ տեղ ունենք, որտեվ մենակ հյուրընկալությունը չի կարա այդ ասոցիացիան ապահովի։ Այսինքն այն արտահայտությունը հայավարի ալված, հա, հայավարին դեռևս բացասական բան ունի։ Հա, ունենք անելիք, որ դա դառնա դրական, ճիշտ է։ Ընդհանուր, այսինքն Հայաստանի նկատմամբ այդ բանը, այդ անելիքը ունենք ու մենք լավ անում ենք այդ գործը, ոչ որ վատ ենք։ Անկեղծ ասած, դա այդ եզակի ոլորտներից է, որով մենք բոլորս հպարտանում ենք։ Ինձ հետաքրքիր, իսկ կա այն, որ արդեն այն որ տուրիստը գալիս է, իբրան պետք չի բացատրել, որ մեր խոհանոց ինքը արդեն գիտի։ Միանշանակ։ Իր մոտ արդեն նստել է։ Գաստրոտուրիզմն է, որ եթե չեմ սխալվում, մեր տուրիզմի մոտավորապես 40%-ը դա գաստրո տուրիզմի մասին է։ Այդ բավական լուրջ ցուցիչ է, այսինքն մարդիկ գալիս են այստեղ հենց այդ բանի սննդի փորձարկման, հա։ Ու այստեղ մի հատ փուճուրիկ կոմպլեքս ունենք, որ ես խորհուրդ կտամ մաքրենք, չունենանք ընդհանրապես, այդ այն բանն է, որ գիտես ինչ, մենք հյուրընկալություն ապահովել չգիտենք իրականում, պրոֆեսիոնալ չենք այդքան։ Մենք այդպես շեշտադրումը դրել ենք ջիգարի բանի վրա, այս ջերմության վրա, հա, փորձում ենք դրանով փոխհատուցենք։ Մի բան հարամ ենք անում, բայց ասենք բան։ Այսինքն հաճախորդին պաչիկով ենք բարևում։ Հա, տենց ինչ որ տենց հայկական բան, բայց դա հաճախ ներկայացվում է որպես բան բացասական, բայց հակառակը դա դրականն է։ Իհարկե, անմիջական է։ Այն ինչ որ մենք անվանում ենք պրոֆեսիոնալ բարձր հյուրընկալություն եւ այլն, հա, Եվրոպայից եկած այդ Միշլենյան, հա, այդ ոճը, դա իրականում ուղղված է փոխհատուցելու այդ ջիգարի բացակայությունը։ Շատ լավ է։ Մենք էմոցիա ենք ապահովում։ Այսինքն մենք ինչի բերենք օտար երկրի մի հատ ֆորմատ, եթե մենք բնական ջիգար ունենք, պայմանական, այսինքն անմիջական ենք, սեր ենք փոխանցում եւ այլն։ Ռեստորանը էմոցիայի մասին է։ Մենք այդ էմոցիան ի ծնե, ի բնե ունենք։ Ու դա տալիս ենք, ու դա մեր լրջագույն առավելությունն է, որ մենք կարողանում ենք այդ էմոցիոնալ, այդ մթնոլորտը, այդ հյուրընկալությունը, այդ հյուրասիրությունը ապահովենք, ու ես կարծում եմ մենք չպետք է ամաչենք դրանից, այլ շեշտադրում անենք դրա վրա, որովհետև դա առանձնացնում է մեզ։ Ջան, շատ լավն է։ Եվ երկրորդ կտորը հարցի հետև արհեստական բանականության գործիքակազմը։ Կիրառվում է, չի կիրառվում, օրինակ նոր ուտեստներ եք մտածում, վերականգնում եք ինչ-որ բաներ, օրինակ խորանում եք թե Տիգրան մեծը ինչպեսի նախաճաշեր արել։ Դա մենակ AI էլի կարա տենց գեներացնի մտածի տենց տեսնել կոմբինացիա։ Դե այդ ուղղությամբ հələ տենց լավ միտք է, կմտածեմ այդ ուղղությամբ, բայց AI-ին ամբողջ թափով փորձում ենք օգտագործել, որովհետև դա իսկապես բան ապագան չի։ Դա ներկան է ու բան է, հանցագործություն է այդ ռեսուրսը չօգտագործել։ Այսինքն չեք անտեսում ինքը։ Իդեպ թե կառավարման մեջ ենք փորձում հիմա շատ լավ է ներարկել այդ բաները իր անալիտիկ հնարավորությունները, հա, եւ բանի եւ այս հանային
գործունեության մեջ որ մենք անում ենք, այսինքն նույն մեր տեսանյութերը, որ թարգմանում ենք տարբեր լեզուներով։ Հա, ես տեսա թե ինչպես ես դու հրաշալի խոսում պորտուգալերեն, 4-րդ դասամից դե անցել եք, ոչ ժամանակից։ Ոնց է։ Էլի հայկականը ինչ որ հետաքրքիր հայտնի ճանաչելի դարձնելու հնարավորությունը, ու նաև իհարկե ինքը առաջին հերթին բիզնես նպատակ է հետապնդում։ Ափսոս է դա չօգտագործել, էլի, այսինքն դա ուզում ասել ինքը կիրառելի է թե ոչ, էլի։ Կիրառելի է, այո։ Օ, սիրածս հարցն է։ Ատեղել են գուշակել։ Այո, ասես թիմը ձեքով։ Ինչպես ես վերաբերվում, կարդամ։ Հա, բա իհարկե։ Ինչպես ես վերաբերվում թիմի ներսում Սիրիային թեմային, Սլուժեբն է Ռաման ասվածին։ Ջան, գնաց։ Ասում է, սերը սիրում եմ, բայց սիրեք իրար ուրիշ տեղ։ Ստեղ մի քիչ բան է, ստեղ մի քիչ հա, վերապահում ունեմ այս հարցի նկատմամբ։ Իրականում գործունեությանս երևի սկզբնական փուլում փորձել եմ այդտեղ բան անեմ, լոյալություն դրսևորեմ այդ խնդրի նկատմամբ, բայց իմ փորձը համենայնպես ցույց է տվել դրա բանը, վտանգավորությունը ու ուշ թե շուտ այդտեղ խնդիրներ են առաջանում։ Այ կուզենամ, որովհետև թվում է թե հարցը տենց մակերեսային է, իրականում կան լուրջ խնդիրներ, հա, այսինքն կառավարման տեսանկյունից, հա, որովհետև օրինակ որ խնդիրներ դու նկատել, որ ասես լուրջ ինձ հետաքրքիր է, էլի, մի քիչ բացենք, էլի։ Դե նախ օրինակ մեր մենտալիտետից բանից ելնող, հա, որ բանը, տղամարդը պետքա կնոջը պաշտպանի, ու դա նորմալ է։ Ու դա լրիվ նորմալ է։ Բայց հատկապես հյուրընկալության մեջ դա վտանգավոր է։ Եթե օրինակ, չգիտեմ, խոհարար ամուսինը անհանգիստ է մատուցող իր կնոջ համար։ Հազար ու մի մարդու հետ կարող է շփվել, հազար ու մի բան կարող է տեղը, պատկասում եք, չէ՞, դա ինչ ձև կարա գործին խանգարի եւ հակառակը։ Կարելի է դա ներկայացնել որպես հայկական պերֆորմանս, տիպը խանդի տեսարան, հենց հիմա դուք հարգելի հյուրեր, դուք ունիկալ հնարավորություն ունեցաք։ Դուք մի բայց այսինքն եթե այս օրինակ որպես, բայց եթե ընդհանրացնենք, դա խանգարում է մեր օբյեկտիվ իրավիճակը գնահատելու կարողությանն ու հնարավորությանը։ Շատ ժամանակ հատկապես հյուրընկալության մեջ մեր էմոցիաների կառավարումը դա ֆունդամենտալ բան է, խնդիր է, որ մենք լուծում ենք։ Ու իդեպ միայն այն մարդիկ չէ, որ զբաղվում են սպասարկումով, հենց բում հյուրի դիմաց կանգնած։ Ամբողջ թիմը պետք է կարողանա այդ էմոցիոնալ բանը ունենա էֆեկտիվ լինելու համար ու երջանիկ լինելու համար այդ։ Իհարկե արգելել չես կարող, բայց շատ կարևոր է բոլորը գիտակցեն դա։ Չէ, բանը իմ թիմակիցները բան կանում, կապացուցեն դա։ Ունեք տենց փորձեր, որ օպ, մի քիչ զույգ է ձևավորվել։ Ես խնդրել եմ, իրենք են որոշում կայացրել, թե ով է հեռանում աշխատանքից։ Ես խնդրել եմ այդ որոշումը կայացնել։ Խարիզմատիկ, բարի Արեգը դրել անդրության առաջ։ Չէ, հիմա ունենք այնքան շնորհակալ եմ այս պատասխանի համար, անկեղծ, որովհետև ոնց որ քննարկել ենք, մեր քննարկումը բավականին անկեղծ է, միջական է։ Այս հարցից ունեցել ենք տարբեր պատասխաններ, կամ քննարկում ես, ասում են, չէ, եղբայր հայաստանյան բիզնեսում էդի չկա, էդի այն արևմտյան կինոների մեջ է, բայց չի կարող աղջիկ տղա լինել ու ասես այդ միջավայրում մարդիկ իրար հետ 8 ժամ անցկացնում են 8-12 իսկ ռեստորանում հստակ է բավականին մեծ այլ քան ինչերի մեջով են անցնում ու այո կառավարման ռիսկ է առաջանում որովհետև դու հասկանում ես ամենավտանգավորներն է որ շատ դեպքերում երբ որ մեկին դիտողություն ես անում այնպիսն էլ է այդ դիտողությունը զգում բայց իրան դու դիտողություն չես արել այսինքն ու հակառակը մեկին ու այն խրախուսելը հեշտ է բայց ցանկացած տուգանք ավտոմատ դու երկու տուգանվող ոնց որ անձ ունենաս ինքը վտանգավոր բան է եւ փաստորեն այդպեսի լուծումներ եկա եկել եք չգիտեմ ճիշտ եմ արել թե սխալ բայց համենայնպես այդ լուծումը տվել եմ որովհետև այդտեղ այդ մարդը մեղավոր չի, հասկանում ես, էմոցիոնալ առումով մարդիկ սիրարվել են իրար հետ են բան, դրա համար ես ոնց որ ինքնուրույն որոշում չեմ կայացրել։ Չէ, ռիսկը միանշանակ կա, շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Որքան հավանում է հավաքել Քամանչա ռեստորանի Instagram-յան էջում 100 տոլմա չելենջի մասին հրապարակումը։ Լսում եմ տարբերակները։ Տարբերակները գնաց։ Բայց սենց ծիծաղում ես, հետո ճիշտ պատասխանն ես ասում։ Ես հիմա չգիտեմ, էլի ծիծաղում ես, որտեղ գիտես պատասխանը։ Բաներից գնացինք։ A տարբերակ մոտ 9300, B տարբերակ մոտ 9500, G տարբերակ մոտ 9700 եւ D տարբերակ 9900։ Այսինքն ունենք 9300, 9500, 9700 եւ 9900։ Չեմ ընդհանրապես չեմ պատկերացնում, դու գիտեմ որ բարձր է դիտում, բայց 9700 եկեք ընտրենք։ Դե լավ էլի։ Ճիշտ է։ Սա ճիշտ պատասխանն է, այսպես չի լինի։
Սենց ո՞ս պիտի լինի։ Որ 10000 ասեք, որ 10000։ Ու մի ամիտ պատկերացնես մեկ է մի ամիտ իմ մոտ ունդեղ փոխվում է 10000-ն է դառնում ճիշտ պատասխան։ Հա, սա ճիշտ պատասխանն էր։ Մի քիչ խոսանք այն երևույթի մասին, որը կոչվում է մեդիա։ Մանավանդ բլոգինգին բավականին լուրջ ես վերաբերվում, արեք, ինչքան հասկանում եմ ու դրա համար շատ շնորհակալ եմ, պատասխանատվությամբ ես դրան վերաբերվում։ Այսինքն ոչ միայն Քամանչայի մասին է խոսքը գնում, ոչ միայն այլ դու զգում ես, որ ունես ասելիք եւ պատրաստ ես հակառակը լսել եւ ոլորտային քննարկումներ, հա, այդ ամենը։ Այսպեսի մի հատ հարց. ինչքանով ես կարևորում մեդիայի ակտիվ լինելը, հա, օրինակ հյուրընկալության ոլորտում։ Որովհետեւ պայմանական, հա, արի կլասիկ այդ Facebook-յան էջ ունենանք, Instagram-յան, այդ դրանից փախնենք։ Այ ակտիվ մասնակցությունը, էլի, այսինքն մանավանդ ղեկավարի ակտիվ մասնակցությունը կամ ինչ-որ դեմքի ակտիվ մասնակցությունը հյուրընկալության ոլորտում։ Ինձ թվում է մի նախադասությունով կարելի է ամփոփել այս բանը, որտեղ այլևս հյուրընկալությունը սկսվում է ոչ թե մուտքի դռնից ռեստորանի, այլ սոցիալական ցանցից։ Վերջացավ։ Այսօր մենք այդ ունենք, ուզենք, չուզենք։ Մենք սկսում ենք ձևավորել այդ հետաքրքիր փորձառությունը, էմոցիոնալ կապը հյուրի հետ սոցիալական ցանցերից։ Ու ակտիվությունը ու հենց այդ պարզ, անկեղծ թիմի կողմից, հա, բրենդի կողմից ակտիվությունը սարսափելի կարևոր բան է դարձել։ Հիմա ինչ որ իմաստով անորոշության մեջ ենք մենք աշխարհը ուր ընթանում ոնց է ինչա։ Բայց այս պահին է դա։ Այս պահին կապը, այս պահին գոյությունը բրենդների, պրոդուկտի դիջիտալ հարթակներում է։ Շատ լավ։ Ես չէի լինի, եթե տակը առնետային հարց չունենայի։ Հա, սիրո։ Աշխարհում 3 առաջատար, ուրեմն վիդեոները, որը դիտվում է YouTube-ում, 18+-ը, հա, այդ ուղղվածություն ինտերնետում, 18+, ստրիմինգը, ինչ որ երեխաները խաղում են ու մնացած երեխաները նայում են թե ուրիշները ոնց են խաղում, չեմ ուզում խորանամ այդտեղ, մինչև չեմ հասկացել տրամաբանությունը եւ պետք է չի, որտեղ բաց եմ թողել տարիքը, եւ երրորդ ուղղությունը դա ֆուդն է, ֆուդ վիդեոներն են։ Ու ինչ է զարմանս ինձ, եթե հայկական ինչ որ մի հատ ուտեստ կա նկարած, ապա ինքը նկարած է միջազգային դրսի ինչ-որ մեկի կողմից, այսինքն երկար պատրաստում, հայկական ուտելիք են պատրաստում։ Այսինքն որ դու նայում ես, այսքան մեծ քանակությամբ հայկական, ուրեմն կոնտենտին հետ առնչվող մարդիկ ունենք ռեստորաններ, բայց անգլալեզու եւ այլ կոնկրետ սիրուն գեղեցիկ նկարած այս ուտեստ, ինքը բացակայում է, այդ քանակությամբ չկա։ Ու ինչի դա նաեւ հիմնավորում են, որ բլոգերները դրսից գալիս են ու զարմանում են, որ Հայաստանում ինչ-որ մի հատ բան կա։ Այսինքն արդյոք դա մեզ թույլատրելի է։ Արդյոք մեդիայում թույլատրելի չի, ինչ պատճառ ես կոմպետենտ չեմ գուշակեմ, թե ինչի է Քամանչան իր առանձին օրինակ պայմանական էջը չունի բացի Քամանչայի մասին, այլ նաև պայմանական շատ գեղեցիկ մի ոճով, հետարքիր ոճով նկարած ուտելիքները ոնց է պատրաստվում, հետո դա արդեն դնի տարածման վրա։ Դե դա արդեն ճաշակի հարց է։ Հիմա հենց այդ AI-ով ու այս մեր ոճով մենք այդ խնդիրն ենք, որ խոսում եմ սոցիալական պատասխանատվության մասին, ինձ կայֆ է տալիս, որ ես մի միլիմետր հայտնի եմ դարձնում, օրինակ, խաշը։ Հա, ինձ այդ հաճույք է տալիս, ոչ ֆինանսական բանի մասին եմ խոսում։ Ինձ հաճույք է տալիս, որ ես կարամ նպաստեմ դրա տարածմանը։ Ու իսկապես դա կարևոր գործ է։ Կարևոր գործ է։ Բայց ստե առանձնատվությունը ի՞նչն է։ Ունիկը չի կարող ինքնանապատակ բան լինել։ Այն ինչ որ մեր համար հաճելի է, շատ ժամանակ կարող հաճելի չլինի աշխարհի համար։ Եվ այսպես անցնում ենք հաջորդ հարցին, որը ասում եմ իմ ամենասիրած մեր ավանդական դարձած հարցերից է, հարցը տալիս է մեր փոքրիկ ապագա հզոր մասնագետը եւ պետք է հարցը հանելուկային է, պետք է գուշակենք։ Ես էլ եմ առաջի անգամ լսում, այնպես որ ամբողջովին էմոցիաների մեջ ենք։ Երկու անգամ կարող լսել, հետո արդեն քննարկենք, գնացինք։ Փոքրիկ բան է, որը տալիս են ուշադրության կամ գոհինելու դեպքում։ Դրանով գնահատվում է մարդու կատարած աշխատանքը։ Պատասխանում ես, դե տարբերակներ կա։ Չէ, տարբերակ չկա։ Թեավճար։ Դե լավ էլի։ Այս արդեն ես չգիտեմ, ես այն որ ես եթերում ուրեմն
կտրեք կանչում եմ սոս։ Արեգ ջան, ոնց որ լրիվ sense իդեպ հետարքիր է, որ արդեն որորդ անգամ եմ նկատել, հա, երբ որ թեմայի մասին քննարկում կամ մարդիկ չմտածես բանը կոմպլիմենտ եմ անում, բայց ինքը կոմպլիմենտի մասին է, էլի նաև բավականին լուրջ խորացել ես ոլորտի մեջ։ Շատ լուրջ, այսինքն ոնց որ դու հա, այսինքն քո համար ոչ մի բան չկա երկրորդային ամեն թեմայի, որտեվ այն փոքրիկ այդ բացվածքը երեխայի, հա, երբ որ դու թեմային մակերեսային ես, չէ, դու հասկանում ես սա ինչի մասին է, էլի։ Այ այստեղ ես ունեմ իմ մի հատ հարցը, որ կուզենանք իրար հետ քննարկենք։ Ինչքանով ես համարում ճիշտ, որ մենք մեր երկրում ունենալով բավականին լուրջ բարձր ցուցանիշ հյուրընկալության եւ հետագայում են նաեւ որպես туриզմի առանձին ճյուղ եւ այլն գաստրոտուրիզմը եւ այլն մենք ունենք երկու հատ թեյավճար բանի մասնա խոսքը 10% սպասարկման մասին։ Հա, այսինքն դու չես կարող օտարերկրյա գործընկերներից բացատրես ինչա նշանակում Հայաստանում երկու հատ թեյավճարը։ Այսինքն որ դու այդ գործողություն անում ես, ինքը ասում է ու իդեպ ինքը արդեն ինքը մտածում է ինքը մասնակցել է այդ process-ի մեջ։ Բայց ինչքանով է ճիշտ, հա, եկեք այդ գումարը ներառենք ընդհանուր գումարի մեջ, մարդուց մի հատ թեյավճար վերցնենք։ Այստեղ ես լրիվ համաձայն եմ, որ տրամաբանական բացատրություն տալը բավականին բարդ, անհնար չի, բայց բարդ է։ Նույն խնդիրը մենք էլ ռեստորաններում, պրոյեկտներում ունենք, մարդիկ ասում են, այ որտեղ կոնֆլիկտի խնդիրներ ինքը կարող առաջանա։ Խնդիրն է նա, որ թեյավճար մշակույթը դա ինքը կամավոր մշակույթ է։ Այո, ընկալմամբ ու պատկերացումով։ Ինքը պետք է լինի կամավոր։ Ուզում ես տալիս ես, չես ուզում չես տալիս։ Ու այդ առումով էլ ինքը չի կարող այդ պարտադիրը լինի։ Ճիշտ ես։ Հայաստանում ընդամենը, չգիտեմ ոնց։ Ես իսկապես շատ չեմ խորացել ոնց է դա տեղի։ Բայց դա հաստատ չի եղել Տիգրան Մեծից, էլի։ Բայց սա դարել է բան։ Գնագոյացման մասնիկ։ Ապրես։ Որը չես հասկանում։ Գնագոյացման մասնիկ։ Դրսի մարդկանց չես կարող, որտեղ դրսի մարդը երբ որ գալիս է։ Այնպես ասեմ, խնդրումը որն է, որ բանը դարձ ի շրջանս յուր դժվար է գնալ նոր 10% ավել ես անում դիր 10% ավել վրան թող խես բարթացրել ապրես ոչ որ վատը խես բարթացրել ապրես ստեղ բանա երևի մենք վախում ենք բանից շուկայի սխալ ընկալումներից որովհետև գներով մրցակցությունը Հայաստանում դեռ ակտուալ է դեռ ո՞ն ակտուալ է այդ հարցը ակտուալ է ու եթե դա բոլորը միասին չիրականացնեն վիզուալ տպավորությունների առումով կլինի որ ինչ-որ մեկը ստացվելու է որ ես վաճառում եմ օրինակ բանը գարանչալաղաճը 4000 դրամով հա խորոված պլյուս 10%, բայց մարդը բացում է տեսնում է 4000 դրամ։ 10-ը չի տենում ինքը։ Հա, ինքը 10-ը չի տենում, բայց բոլորը գիտեն որ վերջում ընդհանուր հաշիվը 10% բան, բայց առաջի վիզուալ համեմատության համար դու 4000 դրամ ես։ Իսկ այն մյուս տեղը լինելու է 4400, որը ակնհայտ բան է, հենց առաջի տպավորությունով ավելի թանկ է լինելու։ Զուտ է տպավորությունը։ Բայց արդյոք գուշակում եմ, հա։ Գուշակեցինք, ենթադրությունների դաշտում են գտնվում, արի տենց գնանք էլի։ Իսկ արդյոք այդ դեպքում չկա նաև դրա երկրորդ ենթադրությունը, որ ես կարող եմ տոկոսով մանիպուլացնեմ։ Այսինքն ես կարող եմ շատ բավականին մաչելի գին դնել, բայց սպասարկումը սարքել 17%։ Վիզուալ 17-ը 10-ից մարդը չի խորացել թե ինքը չի նայ ինչա կատարվում, ինքը չգիտի ինչքան է, բայց ես սպասարկումով այնի մեժանգինս հանեմ մեջից։ Դե իրական կան տենց փորձ։ Դες ինչ եմ ուզում ասեմ, որովհետև դրա միշտ են որ ասում մեդալի մանիպուլյացիա միշտ երկու կողմը կա, էլի։ Ես կարող եմ այդ ու շատ դեպքերում դա արվում էլ է։ Ինչ եմ ասում, որովհետև սպասարկման տոկոսը ֆիքսված չի։ Միտեղ 10-ա, միտեղ 12-ա, միտեղ 14-ա, միտեղ 17-ա։ Ու հետեւաբար ապրես այդ գինն ես դու նայում։ Ու եղավ առանց էնել փաստորեն մենյուն ինքը հաճախորդի սպասարկման տեսանկյունից ինքը չի արտացոլում այն ինչ որ կա, որտեվ դու ճիշտ ես, մարդը համատում է թիվը թվի հետ։ Նա այս հարցի խնդրումը գիտես ո՞րն է, որ ինքը հյուրընկալության մեջ է, ու հյուրընկալության մեջ ցանկացած հարց, որ պետք է այսինքն երկար բացատրես, անկախ նրանից որ ճիշտ է թե սխալ, ինքը արդեն խնդրեմ է։ Հա, ինքը խնդրեմ է։ Ես համաձայն եմ։ Այսքան երկար, այսքան դնում ծեծում ես ինքը արդեն խնդիր է, էլի։ Հա, որտեղ մարդը պետք է գա, մանավանդ դրսի հյուրերին շատ դժվար է դա բացատրելը։ Բայց մենք բարձ բան կա, էլի, եթե մտնում ենք տրամաբանության դաշտում, ապա վստահ եմ, ով որ մեզ դիտելու է տպավորությունների դաշտում չի։ Տրամաբանության դաշտում ենք։ Օրինակ կա բան, առաքման հարթակներ։
Բացեք առաքման հարթակները լիարժեք արտացոլում են այն գները, որոնք մենյուներում են։ Բայց իրանք օրինակ այդ դեպքում չունեն սպասարկման վճար։ Այսինքն տրամաբանությունը վատը չի։ Ախպեր ջան, եթե խոսքը մենակ ուտեստի վաճառքի մասին է, ես ուզում եմ այդ ուտեստը ուտեմ, ինքը ունի այս գինը։ Եթե դու ուզում ես ուտեստը ուտելուց նաև էմոցիաներ ստանաս, սպասարկում ստանաս, ինքը ունի այդ գինը։ Այդ ամբողջի հետևանքով ուզում ես շնորհակալություն հայտնի մատուցողին։ Ուզում ես շնորհակալություն հայտնի առաքիչին, որը քեզ է դարձել։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։ Ըստ Քամանչյայի ճաշացանկի նշված ուտեստներից, որի պատրաստման համար են անհրաժեշտ ամենաշատ բաղադրիչները։ Քանակությամբ։ Այսինքն մենք ունենք ճաշացանկ, որ ուտեստի պատրաստման համար ամենաշատ բաղադրիչներն են անհրաժեշտ։ Գնացինք, տարբերակներ։ Ա. Սյունիքի խաշընտուր, Բ. Սալյանկա, Գ. Գառնի երախ եւ Դ. Խուրջին։ Քանակությամբ։ Անուն ապրանքներով այսինքն, հա։ Դե կամ Սյունիքի խաշընտուրը պետք է լինի, կամ որն է մյուսը, կամ Սալյանկան։ Երկուսից մեկն է, եկեք հայկականը ընտրենք։ Սյունիքի խաշընտուր։ Ասում այս այն դեպքերից է, ես ուրախ եմ, որ դու նախընտրել ես հայկականը, ես ուզում եմ ողջունեմ այդ հայկականը, որը նաև սխալ պատասխան էր։ Սալյանկեն էր, ճիշտ է, Սալյանկեն էր։ Այստեղ մի հատ այսպես ընդհանուր ոդպես որտեղ կա Սալյանկա, ընկալումը ո՞նց է մարդկանց։ Դες ես ինչ եմ հարցը տալիս, որովհետև երբ որ դու օրինակ պայմանական հայկական ռեստորան ես, մեկը կա Սալյանկա, ինքը փոփոխված է, ինքը նույն կլասիկ մոդելով է, ձեր ձևով է մատուցում, թե պահանջարկը շատ էր ներառվեց։ Ո՞նց եղավ այդ ամենը։ Որտեղ այդ մենյուի խաղը ո՞նց է լինում, ո՞նց է որոշում։ Որոնք ես վիդեոների ժամանակ եմ մեկ ձեր արտելով ասում, որ հայկական ավանդական կեսար աղցան։ Դրանք դառել են մեր, էլի, հասկանում ես։ Ես օրինակ նույն Սալյանկան իհարկե փոփոխել ենք, բան ունենք մեջ, ասենք։ Ահա։ Սուջուխ ունենք մեջ։ Հա, սուջուխ կա, կտրատած ինչ որ հետաքրքիր է իմ կարծիքով դառնում։ Ես չեմ ուզում խորանամ հանկարծ չմնասեմ ոլորտին, որովհետև տես մի հատ հումոր կար, ասում էր Սալյանկա եւ խարչո ապուրները խորհրդային միության բանում, ապշեպիտում, դա 2 շաբթի 3 շաբթի օրվա ուտելիք էր, որովհետև այն ինչ որ խնջույքներից մնացել է, հետո լցնում էին ուտել։ Հիմա մեր խնջույքից կարա խնջույքներ մնացածել են, էլի, հա։ Ինչ ասես կամ ինչ։ Այդ առումով հա կան ուտեստներ, բորշն է Բորշը։ Հա, միանշանակ դարձել է մերը։ Բայց ինքը հայկական, որ վերցնես ավանդական չի, էլի, այսինքն ինքը ուկրաինական չի, որ դու նայում ես օրինակ պայմանական խոզի մսով չի եղված, էլի, կամ մի լիքը բաներ։ Ինքը լիքը ուրիշ բաներով է, էլի, պատրաստվում։ Կեսար աղցանը, հունական աղցանը, լրիվ ավանդական հայկական աղցաններ են դա։ Դրանք։ Կա, այդ բանը ունեն, կա, մի քանի բաներ կա։ Բզբզ հարց։ Կարդամ։ Իհարկե։ Երբևիցե նկատել ես, որ թիմակիցներից ինչ որ մեկը քեզ փորձում է կառավարել, աբյուզ անել։ Ահա։ Հա։ Երբևիցե շատ, այս տարածված կարծում եմ բան, հա։ Թե կոլեկտիվ, թե անհատական։ Իհարկե։ Եթե մի քիչ տենց բանը կառավարումը թույլ է, մենեջմենթը էֆեկտիվ չի, ես կարծում եմ դու կարաս դառնաս կոլեկտիվ մանիպուլյացիայի զոհ, ինչը ամենավտանգավորն է։ Ու այսօր հիվանդությունը բավականին տարածված է։ Ես ուրախանում եմ, որ դրա մասին խոսում ես, էլի, որովհետև բոլորի մոտ տպավորությունը ես իրավիճակը կառավարում եմ, ասեմ, կարող է, իրանք են քեզ կառավարում, դու տեղյակ ես։ Ես բանը 18 թիմներ 2 տարի էր դեր մտել էին ես ու մտել էի այդ բան հայկական ավանդական պատկերացումներով բանիկ մենեջմենթի մասին, տոտալ կառավարում, խիստ դեմք, միկրոմենեջմենտ։ Այո, տենց բոլորը մեղավոր են ու որտեղից սկսեց իմ բանը մտածելը вообще կարող եմ ինչ որ մի բան այն չեմ անում ես էլի մի օր ես հասկացա որ ես ոնում մենակ եմ բոլորին գործից հանել էի մտա տենց ու տենց ցեպտո ռեակցիայով գլած սաղ մեղավոր են սաղ դավաճան են սաղ դավեր են նյութում ինչ որ սենսա վերջացավ սրտացավ չեն ուշադիր չեն անպատասխանատու են այս սաղ բառերը որ կիրառվում է մարդկանց դեմ Իհարկե կարան սենց բաներ լինեն,
Բայց ցանկացած խնդիր, որ կա թե անհատական մակարդակում, թե թիմի կոլեկտիվ մակարդակում, թիմում, դա մենեջմենթի խնդիրն է։ Մի երկու բառով հակահաբերտու էլի։ Ոնց այդ դեպքը ոնց կանխենք, այսինքն ինչից սկսեցիր։ Առաջինը parza գիտելիք, ինչ որ, չգիտեմ, քո վրա աշխատել։ Սիստեմի խնդիրները սփնտրում։ Եթե դու ասում ես, բայց դա փորձը կարևոր է օրինակ։ Հա։ Այսինքն մի անգամ պիտի մեջով անցնես։ Հանեք գործից մի հատ ինքը պատվերը մոռացել էր, հա։ Էլի մոռացար դու դուրս, всё, էլ չեմ ուզում լսեմ։ Երրորդ անգամ մոռանում ես, չես ուզում։ Հետո հաջորդը մյուսին ես հանում, հետո նորին հրավիրում ես, ասում ես դե տենց ես մեծ փորձ ունեմ բան սենց, բայց մի օր ինքն է մոռանում, դուրս բան սենց, ու մի հատ հայտնվում ես մի փակ շրջանակի մեջ իդեալական ինչ որ չմոռացող ռոբոտի փնտրտուքի, որը ասենք կամ պետք է կործանվես այդ փնտրտուքի ճանապարհին, կամ պետք է գիտակցես, որ խնդիրը քո մեջ է կամ քո սիստեմի մեջ։ Ախպեր ջան, բլոկնոտ առ տուր ձեռը, թող չմոռանա։ Վերջացավ։ Պլանշետ առ տուր ձեռը, թող չմոռանա։ Ես գիտես ինչի շասացի։ Հանգստով աշխատանք ապահովի, հա, հանգստի ուղարկի, ով գալիս է բան գործի ընդունվելու, որ Հայաստանում այդ հիվանդությունը կա։ Ասում եմ պաշտպանյան պեշկին ա եղավ էլի։ Ապեր, ես պատրաստ եմ աշխատեմ շաբաթը 7 օր, տարին 365, հետո որ ասում են։ Իրավունք չունես թույլ տաս, մարդիկ պիտի հանգստանան էֆեկտիվ լինելու համար։ Խոշայից ելնելով։ Ոչ թե դու այդպես բարի բան ես, սուրբ ես, որ ուզում ես բոլորը հանգստանան, ոչ, բիզնեսիդ էֆեկտիվություն ելնելու մարդիկ պիտի հանգստանան։ Որ չմոռանան, որ չկոպտեն հյուրին ներվայնացած վիճակում եւ այլն։ Հա, եթե մարդը չի հանգստացել, ինքը լիարժեք չի հանգստացել, գիշերը գնացել հասել այսիմ քանիսին առավոտ շուտ եկել է, ինքը չի կարող բնական ժպտա, բնական աշխատի, հա։ Բիզնեսի սկզբնական փուլում ես կարծում եմ ամեն դեպս մեր ոլորտում, բայց կարծում եմ նաեւ բոլոր տեղերը անխուսափելի է որ հիմնադիրը այդ կացայի մեջ եռա։ Ես կարծում եմ անխուսափելի բան է։ Ինքը պետք է մի դրա մեջով անցնի։ Իսկ կարող է դեպքում ավելի ճիշտ է, Արիկ ջան, իսկ կարող է դեպքում ավելի ճիշտ է, ու մենք դա խրախուսենք, որ եթե դու որոշես ինչ-որ մի հատ բիզնեսով զբաղվել, միգուցե գնաս աշխատես այդ ոլորտում։ Օրինակ կարաս գնաս փորձես մենեջեր աշխատես։ Եղբայր դու ներսից մի հատ գոնե մինիմալ բազային խնդիրներին դիապետես։ Մի քանի բան տենաս էլի, մի հատ որտեվ այդ սխալվելը, երբ որ վրեդ կարժենա առելի մեծ թիվ, հա, փաս չի էլի որ դու երկրորդ անգամ կարաս ելնես նոր, որտեվ շատ դեպք են որ դու ես բավականին մեծ քանակությամբ նաև հայ գործարարների ասոցիացիայի շնորհիվ բավական երիտասարդ գործարարների որ հանդիպում ես եւ քննարկումներ, երբ որ դու խորհուրդ ես տալի մարդկանց գնան միտեղ մի հատ պրոյեկտի մեջ աշխատեն տպավորությունն է որ դու բան ես անում իրանց վիրավորում ես այսինքն ես գնամ ասում հա գնա դու որոշել ես սպասարկման ոլորտ մտնես դու ասում ես ես որոշել եմ առաքում եւ այլ իսկ դու գիտես այդ թեման ոնց է լինելու կարող գնաս մի հատ մտնես մի հատ ռեստորան այդ ոլորտում մենեջեր աշխատես մի հատ տեսնես այդ խնդիրները վաղ ում հետ ես աշխատելու ով է այդ մատուցողը դա ավելի որ ասում եմ սխալը փոքրանում է մի բանը վճարում են հա ես լրիվ համաձայն եմ բայց այդ հիմնադրի մտահոգությունը դա չի չեղարկելու։ Հա, հասկացա։ Այդ մտահոգությունը մեկը սկզբում նորածին երեխան ծնվել է դու ամեն վարքյան վազելու ես նայես ով ինչ արեց, մենեջերը ինչ արեց, այս ինչ։ Այդ ինձ թվում անխուսափելի process է, այդ process-ով բոլորը անցնում են։ Անցնում ենք ավարտական հարցին, այս հարցը ինքը նաև թիմակիցների ներգրավման բան։ Բայց ինքը ոչ միայն ճիշտ եւ սխալ իմանալու մասին է, այլ թե ինչքանով եք դուք իրար հետ սինխրոնիզացված արժե համակարգի տեսանկյունից։ Հետևաբար ձեր թիմին հարց է տրվել նույնպես թե այս վերենշված արտահայտություններից որոնք են իրենց կարծիքով, հա, ամենահոգեարազատը քո համար։ Իմ համար։ Հիմա իրանք ընտրել են, իրանք մտածում են այս արտահայտությունն է, հա, ամենահոգեարազատը։ Ու կարևորը թե հիմա դե հասկանում եք, էլի էմոցիոնալ ֆոներն էլ փոփոխման ենթակա են։ Հիմա 3 մտածել եմ որ սա է կարևորը։ Դե արժեքներին ինչ վերաբերում է, ես հուսամ արժեքները չեն փոխվում օրով։ Ու մենք մեր համար շատ կարևոր ենք համարում, որպեսզի մենք խոսքերը վերենք մեր հայ մեծերից, որտեվ մեդիա դաշտում բավականին տարածված են մեջբերումներ օտարերկրյա ամենայն հարգանքով բոլոր մասնագետներին եւ առաջատար գործարար գիտնական
մենք ունենք մերը եւ մենք այս ձեռը շատ կարեւոր է որ մեր հայ մեծերի խոսքերը բերենք եւ հասկանանք թե այդտեղ մենք ինչ ունենք իրար հետ անելու։ Գնացինք։ Առաջի, ուրեմն A տարբերակը ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք։ Վիլյամ Սարոյան։ Ոչ մի զիջում, հաշտության եւ ոչ մի եզր դավանած սկզբունքից։ Աքսել Բակունց։ Եվ երրորդ տարբերակը գն մարդու ամենաթանկարժեք սեփականությունն անկեղծությունն է։ Վահան Տերյան եւ D տարբերակ ամեն մեծ գործ նախ փոքրով է սկսվում։ Մուրացան։ Վայ, ես մոտիկ եմ բոլորը։ Որովհետեւ բոլորը մերն են։ Հա, բոլորը մերն են։ Անկեղծ, ես հիմա կարդում եմ, այս տպարությունը ոնց որ մեր տունը խոսել են, պապերես խոսել են, այսինքն մեր սա մեր միջավայրում, պրակտիկ, մենք հայերս հողին կպած ժողովուրդ ենք։ Օթերով շատ քիչ ենք դռնում։ Եվ տարբերակ, որ տարբերակներ այս պահին տենց ամենահոգեարազատը թվաց։ Այո, անկեղծության մասին ֆիքսենք։ Ես էլ քո հետ չեմ խաղում։ Վերջ։ Հա, ճիշտ է։ Всё։ Դա ճիշտ պատասխանն է։ Այսինքն դեպքերից է որ իսկապես նաև փաստորեն մենք փորձեցինք երրորդ խաղացող բերենք դաշտ էլի ձեր թիմակիցներին որ փաստորեն չէ ոչ մի կոռուպցիոն բաներ չի եղել ընդամենը դու շատ լավ տիրապետում ես քո ոլորտին շատ լավ տիրապետում ես այն գործին որը որ սիրում ես եւ այդ անկեղծությունը դեպ ասած փոխանցվում է հա այսինքն բավականին մեծ քանակության մարդիկ հայ որ մեկ-մեկ ասում են այս մարդը շատ պոպուլյար է այս մարդը ասում գիտեք ինչ երկար խաղալ ոչոք չի կարող դա սուտ է հա այսինքն որպես կանոն դա նաև քաղաքական դաշտում է երևում մեկ էլ մեզ հոп սուտը փոխվեց էլի ուրիշ երանգի սուտ գնաց բայց մեկը երկար նույնը չի կարող լինել իսկ այն երևույթը որը կոչվում է բիզնես ինքը ավելի զգայուն է որտեվ դու մաքսիմալ պետք է անկեղծ լինես ու շատ ուրախ եմ որ այդ թեմայով նաև սինխրոնիզացված եք թիմի հետ թիմն էլ այդ ամեն ինչը կիսում է ու այդ արժե համակարգը ինքը հաստատ եկամուտներ երկարատև եկամուտ բերող երևույթ է եւ ավարտին մենք ունենք փոքրիկ անակնկալ նվեր այս ինչի անակնկալ որովհետեւ մենք փորձել ենք մաքսիմալ տանջել այն գործիքը որը կոչվում արհեստական բանականություն եւ դրան ավելացել ենք մի քիչ չարաճճիություն հա որտեվ շատ կարեւոր է այս նոր դարաշրջանում միմյանց էմոցիաներ փոխանցել եւ արհեստական բանականության միջոցով մենք ստացել ենք ձեր բիզնեսի հա հորոսկոպը ամիսներով անելիքներով ինչ ունեք անելու 20-26 թվականին հետո ասում եմ 26 թվականի օգոստոսին կհանդիպենք եւ կասես որը ինչ որ համընկես թե ոչ սա ձեզ այսպես է պատկերացնում արհեստական բանականությունը անելիքները կարող ես ինչ-որ ամիսներ նայել տեսնես բռնելա թե չի բռնել դե օգոստոսը արդեն անցել է բայց հետարքիր է օգոստոսը ինքը տես կոնկրետ անելիքների մասին է հա եւ Պրակտի ինչից գուշանալ մենյուի չափազանց ընդլայնումից զգացիչ որը բարդացնում է խոհանոցը ջան ու այսպես ուրեմն կեցե կեցենք որ մենք ճիշտ ենք օգտագործում Արիգյան շնորհակալ եմ այս անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար միշտ նոր հանդիպումներ ես եմ շնորհակալ այս միջավայրը ապահովելու համար